Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, այսօր դեկտեմբերի 1-ն է, ձիահի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Եվ այդ առիթով մենք այսօր մեր հյուրի հետ խոսելու ենք միավ կանխարգելման, տարածման եւ բուժման հանրապետությունում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների վերջին տարվա համաճարակաբանական միտումների ու վիճակագրության մասին։ Մեր առաջին հյուրն է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր, կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը։ Լույս առավոտի։ Բարի լույս։ Ինչպես եք արթնացել։ Լավ, փորձել եմ կարողանալ արթնանալ, որտեղ ձմռան ամիսներին բավականին դժվար է։ Այո։ Տիկին Հովակիման, այսօր դեկտեմբերի 1-ն է եւ ամբողջ աշխարհը նշում է ձիահի դեմ պայքարի օրը։ Ձեր կարծիքով այս օրը ինչքանով է կարևոր հասարակության իրազեկման համար։ Նախ նշեմ, որ դեկտեմբերի 1-ը, որպես ձիահի դեմ պայքարի համաշխարհային օր, նշելը ընդունվել է 1988 թվականին, առաջարկվել է ԱՀԿ-ի կողմից, դա նրա համար էր, որ 80-ական թվականներին, 81 թվականի սկիզբ դրվեց ձիահի համաճարակին եւ հետագայում հասկացան, որ սա ոչ միայն իրենց ներկայացնում է առողջապահական խնդիր, այլև սոցիալական հասարակական խնդիր, Եվ ընտրվեց այդ օրը, որպեսզի մաքսիմալ իրազեկվի հանրությանը, ուշադրություն դարձվի եւ որպեսզի սա ուղղակի թեմա չէ, այլ սա վերաբերվում է իրական մարդկանց, իրենց կյանքերին, իրավունքներին, արժանապատվությանը։ Եվ էլի շատ հետաքրքիր եւ կարեւոր հարց, առհասարակ ինչպես է ընթանում հիվանդությունը եւ կա արդյոք բուժում թե ոչ։ Նշեմ, որ վարակի հարուցիչը դա միավն է, մարդու իմունային անբավարարության վիրուսը, այն անցնելով մարդու օրգանիզմ առաջացնում է միավարակ հիվանդությունը, որը երկար տարիներ մնում է անախտանիշ եւ մարդիկ նույնիսկ չեն կարող կասկածել, որ իրենց մոտ կա այդ հիվանդությունը, բայց հետագայում, քանի որ խոցելի է դառնում իմուն համակարգը, վիրուսը վնասում է իմունային համակարգը, մարդը չի կարողանում պայքարել տարբեր վիրուսների, տարբեր ինֆեկցիաների եւ ուռուցքների դեմ։ Եվ զարգանում է արդեն իսկ ձիահի փուլը, որը իրենց ներկայացնում է մի իրավիճակ, երբ որ մարդու իմուն համակարգը բավականին հյուծված է։ Իսկ ինչ իրավիճակ է աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում այս հիվանդության վերաբերյալ։ Նշեմ, որ աշխարհում մոտավորապես 40 միլիոն միավով ապրող անձ կա եւ դրանցից մոտավորապես 30 միլիոնը ստանում է հակառետրովիրուսային բուժում։ Դա բավականին մեծ պրոգրես է, քանի որ դա մոտավորապես միավով ապրող անձանց 75%-ն է, եթե մոտ 20 տարի առաջ ընդամենը 2%-ն էր ստանում բուժում։ Այո, բուժում գոյություն ունի, բուժումը արդյունավետ է եւ բուժումը հնարավորություն է տալիս մարդկանց ապրելու լիարժեք կյանքով։ Հրաշալի։ Հայաստանում վերջին տարիներին մենք արձանագրում ենք դեպքերի աճ, բայց դա իհարկե պայմանավորված է ավելի մեծ հայտնաբերելիությամբ, քանի որ մեզ մոտ ընդլայնվել են կանխարգելման ծրագրերը եւ մենք ավելի շատ դեպքեր ենք բացահայտում, որի պատճառով ունենում ենք նաեւ դեպքերի աճ։ Դա տանում է նրան, որ հետագայում ինչքան շատ դեպքեր բացահայտվեն, այնքան շատ կկցվեն բուժմանը եւ ինչքան շատ մարդ բուժվի, այնքան հետագա նոր դեպքերը կսկսեն նվազել։ Եվ ուր է արդյոք այսօր Հայաստանը հասել միավ ձիահի դեմ պայքարում եւ հիմնականում ինչ միջոցառումներ են իրականացվում։ Ինչպես նշեցի, բավականին շատ ընդլայնվել են կանխարգելման ծրագրերը, հատկապես խոցելի խմբերի շրջանում այդ ծրագրերը գործում են եւ վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումը կարող եմ համարել միավի ծառայությունների ապակենտրոնացումը, այսինքն եթե տարիներ առաջ Չնայած որ գոյություն ուներ, առկա էր որակյալ բժշկական ծառայություններ այս ոլորտում, բայց այն կենտրոնացված էր միայն Երևան քաղաքում։ Ներկայումս Լոռիում եւ Շիրակում մենք ունենք ամբողջական ապակենտրոնացում, այսինքն մարդիկ հնարավորություն ունեն իրենց ամբողջ եւ ախտորոշում, բուժում, բուժման վերահսկում, բուժման արդյունավետության վերահսկում դա իրականացնել իրենց բնակության վայրում։ Իսկ որ խմբերն են համարվում ամենաբարձր ռիսկային եւ ինչ ծրագրեր են գործում հենց այդ խմբերին աջակցելու համար։
Ամենախոցելի խմբերը միավի տեսանկյունից ոչ ոք ապահովագրված չէ, սկսեմ այստեղից եւ կա նաեւ վիճակագրություն, որ կանանց մեծամասնությունը հենց վարակվում է իրենց մշտական զուգընկերոջից, հենց իրենց ամուսնուց։ Կա նման վիճակագրություն, բայց իհարկե մենք ունենք ռիսկի խմբեր, որոնց շրջանում տարածվածությունը բավականին ավելի բարձր է, քան ստանդարտ պոպուլյացիայի շրջանում։ Դրանք ուրեմն ներերակային թմրանյութեր օգտագործողներն են, տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ, կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող անձինք, ինչպես նաև մեր հանրապետությունում աշխատանքային միգրանտները, քանի որ հիմնականում միգրանտները մեկնում են Ռուսաստանի Դաշնություն, որը միավի տարածվածության առումով ավելի բարձր տարածվածություն է այնտեղ, քան մեր հանրապետությունում։ Իսկ ինչ նոր մոտեցումներ կամ տեխնոլոգիաներ են օգտագործվում մեր երկրում կանխարգելումը եւ վաղ հայտնաբերումը բարելավելու համար։ Ուրեմն նախ ասեմ, որ մեր երկրում առկա է ժամանակակից, անվտանգ եւ բավականին արդյունավետ բուժում, բավականին ժամանակակից պրեպարատներ ենք մենք օգտագործում բուժման մեջ։ Հիմա շատ ընդլայնված են կանխարգելման միջոցառումները, դրանք նախա եւ հետկոնտակտային կանխարգելումն է։ Ինչ է նշանակում նախակոնտակտային կանխարգելում, որը տարեց տարի մեր երկրում ավելի ավելանում է, դա երբ որ անձը գիտակցելով, որ ինքը դրսևորելու է ռիսկային վարքագիծ, նախապես սկսում է ընդունել դեղորայք։ Ներկայումս այդ ծառայությունը մեր երկրում հասանելի է եւ անվճար է։ Իսկ ինչպես է փոխվել հասարակության վերաբերմունքը միավ ունեցող մարդկանց նկատմամբ եւ հիմնականում ինչպես պայքարել ստիգմայի դեմ։ Երևի թե ամենամեծ խնդիրը հենց խտրականությունն է այս մարդկանց հանդեպ, որովհետև ինչպես տարիներ առաջ նշել էր UNAIDS-ը, սպանում է ոչ թե վիրուսը, այլ սպանում է անտեղյակությունը, վախը, ամոթի զգացումը, նաև ինֆորմացված չլինելը։ Մենք բավականին մեծ առաջընթաց ունենք վիրուսի կենսաբանական տեսանկյունից, բայց դեռևս ունենք անելիքներ խտրականության դեմ պայքարում, որովհետև կան կարծրատիպեր, պետք է իրականացվեն բավականին շատ համալիր միջոցառումներ, թե պետք է փոխվի մարդկանց վերաբերմունքը, պետք է միշտ հիշեն, որ միավով ապրող մարդիկ իրենք անվտանգ են շրջապատի համար եւ բուժում ստանալով իրենք չեն փոխանցում վիրուսը այլ մարդկանց, որտեղ մեր հասարակության մեջ կա թյուր կարծիք, չէ։ Այո, կարծում եմ պետք է խոսենք հիմնականում այդ մասով, որովհետեւ շատերը չգիտեն հիվանդությունը որպես այդպիսին, գիտեն օրինակ նստես կողքը վարակվես, օրինակ ոչ, կենցաղային ճանապարհով միավը չի փոխանցվում, այո։ Այդ մասով կուզեմ մի փոքր մանրամասնեք։ Միավը չի փոխանցվում ձեռք սեղմումից, համբույրներից, կրկախառնությունից, նույն սանհանգույցից օգտվելիս, լողավազաններից եւ նույնիսկ կարող եմ ասել ավելին, որ բուժվող միավ ունեցող անձինք վիրուսը չեն փոխանցում իրենց սեռական զուգընկերներին։ Եթե ստանում են բուժում եւ այդ բուժումը արդյունավետ բուժում է, այսինքն ունեն վիրուսի չհայտնաբերվող մակարդակ։ Դա արդեն իսկ գիտական փաստ է, որ չհայտնաբերվող վիրուսը համարժեք է չփոխանցվող վիրուսին։ Հրաշալի է։ Ձեր վերջնական ուղերձը ինչ կասեք հանրությանը։ Կասեմ, որ եթե երբևիցե չեք հետազոտվել, ապա հետազոտվեք, մի վախեցեք, գոյություն ունի բուժում, բուժումը արդյունավետ է, բուժումը անվտանգ է եւ աջակցեք միավով ապրող մարդկանց, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Մարդիկ երբեմն չեն դիմում բուժման, չեն հետազոտվում, վախենալով կարգավիճակի բացահայտումից եւ դա շատ ավելի վտանգավոր է, քան ինքնին վիրուսը։ Ճիշտ եք շատ։ Իսկ ինչ կուզեք ավելացնել, ինչ որ չհասցրեցիք ասել։ Ուզում եմ ասել, որ այս ուղղությամբ մեր առողջապահական համակարգը գնում է ճիշտ ուղղությամբ։ Մենք անցել ենք ծառայությունների ապակենտրոնացման եւ այս մոդելը աշխարհի բոլոր երկրներում իրեն արդարացրել է եւ մենք փորձում ենք ծառայությունները հասանելի դարձնել բոլորին իրենց բնակության վայրին
մոտ բերել, անկախ ամեն ինչից, այսինքն սա նաև արդարացի է, որ մարդիկ գումարներ չվատնեն հասնելու Երևան քաղաք, այլ նույն որակյալ բուժօգնությունը ստանան իրենց բնակության վայրում։ Եվ իհարկե արագ տեմպերով մենք առաջ ենք գնում, արդեն ունենք փորձ 2 մարզի մակարդակով։ Հա, կուզեմ այդ մասով էլ խոսեք, որովհետև մարզերում ինչպես է այդ ամենը տեղեկացությունը։ Ներկայումս տեսեք, նշեցի, որ կենտրոնացված են եղել ծառայությունները, բայց 2 մարզում, Լոռիում եւ Շիրակում մենք ունենք վերապատրաստված մասնագետներ եւ ունենք այն ամբողջ ծառայությունները, ինչ որ տրամադրվում է Երևան քաղաքում։ Եվ իհարկե շատ արագորեն գնալու ենք առաջ, որպեսզի բոլոր մարզերում այդ ամեն ինչը դառնա հասանելի։ Հրաշալի է, իսկապես շնորհակալ ենք ձեզ։ Ես ուզում եմ հիշեցնել, հարգելի հեռուստադիտողներ, այսօր դեկտեմբերի 1-ն է, ձիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է, եւ մենք ընդհանուր խոսեցինք շատ կարևոր եւ ինֆորմատիվ բովանդակալից զրույցեր եւ իմ հյուրներ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը, շնորհակալ ենք ձեզ անչափ հետաքրքիր ու կարևոր զրույցի համար։ Ձեզ ցանկանում ենք օրվա լավ շարունակություն եւ կուզեմ, որ մեր հասարակությունը շատ կարդա, շատ տեղեկացվի այս թեմայի շուրջ, որովհետեւ շատ կարևոր է իմանալ։ Եվ մենք այս պահին ընդմիջվենք գովազդով, հետո կդիմավորենք մեր հաջորդ հյուրին։